ձուն երբ պետք է ներմուծել երեխայի սննդակարգ, չափաբաժնի մասին եւ չի կարելիների։ Ձուն էլի մինչև այս վերջերս համարվում էր, որ պետք է սպիտակուցը ներմուծել 1 տարեկանից հետո, բայց հիմա եւս հետազոտություններ ցույց են տալիս, որ պետք է ավելի շուտ ներմուծել, սակայն ճիշտ է սկսել ձվի դեղնուցից, որովհետեւ հենց ձվի սպիտակուցն է, որ ինքը ծանրամարս է եւ կարող է հենց այդ սպիտակուցը ալերգեն լինել երեխայի համար։ Նորից սկսում ենք ինչպես մնացած ալերգենները փոքր միկրոդոզայի չափաբաժնով երեխային առաջարկում ենք, եթե երեխան մոտարապես 2-3 շաբաթվա ընթացքում նորմալ յուրացնում է ձվի դեղնուցը, կարող եք նաև առաջարկել արդեն սպիտակուց, էլի նույն ձև փոքրիկ փորձելով, հետագայում արդեն կարող է լինել երեխայի օրակարգում կես ձու, մինչև ոնց որ 1 տարեկան տարիքը։ Հետագայում նորմալ առողջ երեխան կարող է օրական ուտել 1 ձու, դա էլ է միֆ, որ ձուն չի կարելի ամենուր ուտել, դա եւս չի համապատասխանում իրականությանը։